Մենք այսօր Նեապոլում ենք, անցյալ անգամ էլ ես նույն պորտը նավահանգիստը դուրս եկանք այս կողմն ենք մոտավորապես, ստեղից երևում է այդ իրանց ամրոցը, այսօր քայլելու ենք, դուրս չունենք, քայլելով ման ենք գալու քաղաքը, անցյալ անգամ Պոմպեի գնացինք, Հերակլեսի քաղաքը գնացինք, Վիզուվելանք, մենք այսօր Նեապոլ ենք ասել, Նեապոլում երկրորդ անգամ ենք լինում, առաջի անգամ էլ նավով եկանք, բայց առաջի անգամ գնացինք Պոմպեյ և Վիզուվի սարը բարձրացանք, այդ օրը մենք բացարձակ հնարավորություն չունեցանք քաղաքում ման գալու։ Այսօր մենք նորից Նեապոլում ենք և հույս ունեմ այսօր հնարավորություն կունենանք քաղաքում զբոսնելու։ Նավից մենք հելանք, բայց աչքիս մենք այս անգամ ուրիշ պորտ ենք եկել, մեկը ասեց, այսինքն միշտ չէ, որ նույն տեղում է կանգնում նավը, հələ տեսնենք, անցյալ անգամ ես չեմ հիշում, սենց հելանք, թե չէ, ես պետք է համեմատեմ իմ վիդեոյի հետ, բայց այդ մարդու ասելով այն ժամանակ, որ դուրս եկանք, հիշում ես գրած էր կոպի նկարներ, դրած ու սենց մեին տերմինալով մտար, սա ուրիշ տերմինալ է, ուրիշ տեղ է կանգնած։ Երբեմն զբաղված է լինում այդ տեղը կամ հարմար չի լինում, նավերը կարան փոխեն, էլի, ես չգիտեմ իրանց սիստեմը իրականում ոնց է աշխատում, բայց հաճախ եղել է այդպես դեպքեր, որ նույն տեղը չի կանգնել։ Կամ մի քանի տեղ է ունեցել կանգնելու, հետո որոշում է կայացրել։ Նստանք այս շատլ բասը գնում ենք մենք տերմինալը։ Ոնց է չուկից դու անցիչ ես։ Հետո ընդեղ արդեն մենք եղել ենք կարծեմ այդ տերմինալում, արդեն որոշակի կպատկերացնենք, էլի քաղաքը դիմացն է։ The terminal together you follow me. You in Capri, you have Capri on your own. When the boat stop in Capri, walking on the left, and I give you information from Capri. Խնդիր չկար, մեզ այս free անվճար բասերով բերեցին այդ նավահանգստի մի հատվածից մյուսը։ Իսկ այս հատվածում մենք արդեն եղել ենք, հենց ստեղից քաղաքը բացվում է մեր դիմաց, արդեն ոտքի ճանապարհ է, կարող ենք հանգիստ զբոսնել, ման գալ։ This is a very beautiful area from Naples, just a walking area. It's lovely. The many shopping on the left and on the right is very beautiful inside the castle. The bus stop and together you follow me. 3 minutes walk, but from the terminal by boat Napoli Capri. Ես դրեցի այն նկարներ, որ անցյալ անգամ եղել էինք, նայեք շորերը տարբեր էին, Հռոմի պապի այս ցուցատախտակի դիմաց եւ հիմա այս շորով էինք արդեն կարմիր գծավոր շորով էինք եւ նույնատիպ նկար նաեւ դրեցի ամրոցի դիմաց, այ հիմա կարմիրով էինք, հագած կարմիր սպիտակ գծավոր, իսկ անցյալ անգամ կանաչ շորով էինք։ Լավ է, որ շորերի գույներով ես ջոկում եմ նկարները, երբ որտեղ եմ եղել։ Ես Կաստելի կողքը գնամ, մեկ է հարցնեմ, տեսնեմ, եթե մետրո եկա, հա։ Այս ամրոցը անմիջապես գտնվում է նավահանգստի դիմաց։ Հենց դուրս ես գալիս, ամրոցը դիմացն է։ Ամրոցի անունը Castel Nuovo է, չգիտեմ, ճիշտ եմ կարդում թե չէ։ Castel ամրոց է նշանակում, կամ բառացիորեն թարգմանած նշանակում է նոր ամրոց։ Շքեղ տեսք ունեցող ամրոց է հզոր աշտարակներով, գեղեցիկ մարմարե հաղթական կամարով։ Իր հոյակապ եւ տպավորիչ տեսքի շնորհիվ ամրոցը տարիների ընթացքում դարձել է Նեապոլի քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Մինչև 1815 թվականը այս ամրոցը Նեապոլի թագավորի նստավայրն է եղել։ Ամրոցը անվանել են նոր ամրոց, որովհետև այդ ընթացքում երկու ուրիշ ամրոցներ են եղել եւ որպեսզի այս ամրոցը տարբերվի մյուսներից, ասել են նոր ամրոց։ Այս ամրոցը կառուցվել է Նեապոլ քաղաքը պաշտպանելու համար։ Մենք մի քիչ զբոսնեցինք ամրոցի շուրջը, մինչև եկավ ժամանակը, կարծեմ հենց ժամը 9-ին նոր պետք է բացվեր եւ տոմսերը վաճառեին։ Առաջինը մենք էինք, որ տոմսը գնեցինք եւ մտանք այս ամրոցը։ Անմիջապես ամրոցի դռան մուտքի մոտ էինք, դե շատ հերթեր չկային, քանի որ առավոտ շուտ էր, դեռ այդքան մարդ չկար, տոմսերն էլ հանգիստ գնեցինք, չեմ կարծում, որ շատ թանկ էր։ Սա ենք ուզում մտնել։
Ասում ենք ժամը լինի, որ նոր տոմսը առնենք։ Հիմա տոմսը հենց չեն վաճառում, ուղիղ ինքն են վաճառում։ Այս լույսը։ Որ ժամանակ ունենք, այս դուրը նկարեմ, դուրն էլ է շատ հետաքրքիր։ Զինվորներ, պատերազմական քանդակները վրա։ Ամրոցի մուտքի դարպասները շատ հետաքրքիր էին։ Զարդարված էին բարձրաքանդակներով, որոնք հիմնականում պատերազմական թեմաներով էին։ Այս հատվածում տեսնում եք դարպասի վրա անցքը, այդ գնդացերով խփած անցքն է, մինչև հիմա այդպես էլ պահել են։ Պես տոմսերը վաճառեցին, մի 5 րոպե ուշացրին, ոչինչ 5 րոպեն օքեյ է։ Ու մենք հիմա այս ամրոցի մեջ ենք։ Մարդը լավ գիտեր, արի այս մարդու հետ գնանք, այս կորեացին լավ ուսումնասիրել էր Google-ով։ Ուր ա գնում, ինչ ա գնում։ Մենք ոչ մի բան չգիտենք։ Բակում էս սրտերով եւ նետերով քանդակներ դրված, սա ըստ երևույթին ժամանակավոր քանդակ է, մշտական չի։ Քանդակը հայտնի քանդակագործի քանդակ է, երկու կարմիր սրտեր են, որոնց մեջ մետաղական նետ է, որ պահում է այս ամբողջ քանդակը։ Այս ամրոցի այս մեջտեղի մասում ենք։ Սենց ամբողջ ամրոցն է եղել։ Շատ էլ տեղ չկա նայելու, դե համար է տոմսը 6 եվրո էին սարքել։ Տենց ամրոցի մեջն ենք, ամրոցը նայում է այս ծովին, տեսա ծովին է նայում, հետաքրքիր է, ստեղ ես արձանն է, թեքված է, կոտրված է, ինչ է չէ, ուղղակի ինքն է սենց է, դեմքը փակել է ինչ որ։ Վիլյանայի հերոս Անտոնիո Տոսկանյոյի արձանն է, որը եղել է 1799 թվականին Նեապոլիտական հեղափոխության գլխավոր հերոսներից մեկը։ Նայի դուրսի դուրն էլ էր սենց, այս նույն դրսի դրից է, ու այս դրան մասին ստեղ գրած է, արի։ Ես նկատեցի, որ սա շատ հետաքրքիր դուր էր, ես դրսից նկարեցի դուրը, ու այդ նույն դրսի դուրը նաև ստեղ է։ Կարծում եմ սա այդ դրսի դրան բնօրինակ դուրն է, դրսինը չեմ կարծում, որ բնօրինակը լինի։ Թնդանոթի պատմությունը հետևյալն է, 1495 թվականին Նեապոլը գրավում է ֆրանսիացի թագավոր Կարլոս 8-րդը, Կարլոսը ուզում էր դռները տաներ որպես ավար, բայց Ֆրանսիա գնալու ճանապարհին նրա նավերը հարձակման են ենթարկվում եւ մարտերի ժամանակ Ջենովական թնդանոթի արկը հարվածում է բրոնզե դռներին։ Ջենովացիները հաղթում են ճակատամարտը եւ վերադարձնում են դռները Նեապոլ։ Այս բերդը երևի պաշտպանական նշանակություն է ունեցել, գիտես։ Այստեղ տեղակայված է նաև քաղաքային թանգարանը, Կաստելնովոյի քաղաքացիական կամ քաղաքային թանգարանը արվեստի գործերի տուն է, այդ թվում քանդակներ, նկարներ եւ որմնանկարներ, որոնք թվագրված են 15-ից 20-րդ դարերի։ Այս բերդի մոտ ենք, որ այս բերդի մասին ցուցակտախտակը գրում է։ Առաջին հարկում նկարներն ու որմնանկարները հիմնականում կապված են կրոնական պատվերների հետ, հետևաբար նաև կրոնական թեմաներով են հիմնականում։ Բոլոր նկարների մասին երևի անիմաստ կլինի ես գտնեմ կարդամ, բայց այս նկարը գլխավոր դերում էր, գլխավոր տեղում էր դրված եւ քանի որ գտա սրա մասին հետաքրքիր ինֆորմացիա, ես փորձեմ կարդալ։ Փաստորեն նկարված է Տիրամայրը մանկան հետ, Հռոմի Պապ Սուրբ Գրիգորիոս Մեծը եւ Սուրբ Բենեդիկոսը։ Տիրամայր ոտքերի մոտ ծնկի է իջե մի փոքրիկ կերպար, գլուխն է երևում եւ Հռոմի Պապ Գրիգորիոսի բերանի մոտ կարդում ենք,
որ ես աղոթում եմ ժողովրդի համար բառերը։ Նկարը ես միտեղ կարդացի, որ հնարավոր է Ֆրանչեսկո Պագանոնին է, եւ միտեղ էլ կարդացի, որ վարպետը հնարավոր է եւ նույնիսկ անհայտ է։ Այս սրահի բոլոր նկարները հիմնականում կրոնական թեմաներով են, մեկը մեկից ավելի հետաքրքիր ուշադրության արժանի եւ եթե խոսվի եւ պատմվի յուրաքանչյուր նկարի համար կարելի է երկար պատմել, ես չեմ կարծում, որ այս վիդեոյի մեջ նպատակահարմար է դա անել հիմա։ Սիրուն է։ Ես ինձ հավեսով կնայեմ այս նկարին։ Այդքո կողմել ես նկարներն են։ Սենց հրաշալի քանդակի նման սրբեր են երևի վերածննդի շրջանի։ Կողմից նկարենք, որ լավ դուրս գա։ Ամենակարևորը, որ մարդիկ շատ չկային եւ մեր հետևից էլ չէին ման գալիս, ինչպես երբեմն անում են պատկերասրահներում, մենք հանգիստ նկարում էինք եւ տեսաֆիլմեր եւ նկարներ, ոչ մեկ չէր ասում, թե չի կարելի նկարել։ Լավա թողնում են, նկարենք։ Տեղեր կան, որ հստեղից նայի։ Նոր ստեղ մտանք մենք։ Սրտիկի մոտ նկարվեցինք։ 2 թե 3 հարկ էր, կարծեմ հարկերից մեկը փակ էր, մենք էլևետրով, լիֆտով բարձրացանք իջանք։ Մի հարկը դե կրոնական թեմաներով էր, մյուսը արդեն Նեապոլի առօրյա կյանքին էր վերաբերվում, նկարչությունը իրանց կենցաղն էր արտացոլում։ Մենք կգնանք նաև այդ պատկերասրահը կնայենք, կնկարենք։ Նկարների պատկերասրահի պատուհանից այս հսկայական սաղավարտն էր երևում։ Տեսնում եք, բակի կողմից։ Պատուհանից էս Այս մյուս հարկը, որ գնացինք, ստեղի նկարները տարբերվում են իրենց ոճով, սրանք եկեղեցական նկարներ չէին, ու արձանները ստեղ ավելի շատ գերիշխում էին իհարկե, բայց ավելի հետաքրքիր էր նայվում իմ կարծիքով, բավական հետաքրքիր արձաններ եւ նկարներ կային։ Նկարելուց փորձեցի հեղինակների անունները հետը նկարեմ, որ եթե ինչ-որ ժամանակ ինձ պետք է նայեմ, գտնեմ, չեմ կարծում, այս բան դա հետաքրքիր կլինի։ Ավելի ժամանակակից թեմայով նկարներ են, իրենց կենցաղը առօրյան է նկարագրվում այս նկարների մեջ։ Թարգը չենք եղել, հիմա երկրորդ թարգը մի հատ, եկել ենք մի հատ նայենք, ասեց վերևի ամենավերևի հակը հարկը հակա 4-րդը, մենք եղանք առաջինը, երրորդը, հիմա երկրորդում ենք։
Ինչ ալողանում են, ինչ են անում, տկլոր են։ Բան վերցեմ 100 աբում։ Շոքել են երևի։ Երկրորդ հարկի պատուհանից տեսքը, կաստելի մեջ տեղի մասն են։ Չէ տակշկիր տեսարանա։ Նկարում ա երևի ես մարդը, ձերքին էտ ներկապնակն ա։ Ես նկարեցի երևի արդեն, երկրորդ անգամ եմ նկարում, բայց ոչ ինչ։ Անգամ ավել կնայենք։ Մենք այդ ամրոցի մի կողմը նայեցինք, իջանք ներքև ու կողքը դուռ կար, երկար վարձած հողաստիճաններ կար, դրանով գնացինք բարոնների դահլիճը։ Ասում են, որ բարոնների դահլիճի պատերը ներծծված են դավադիրների այրունով և նրանց տնքթնքոցը մինչև օրս լսվում է դահլիճում։ Թագավոր Ֆերդինանդ առաջինը արքունիքում բացը հայտում է, որ բարոնները ինչ-որ դավադրություն են իր հանդեպ ձեռնարկել և թագավորը ձևացնում է, թե մեծահոգի է, բոլոր կասկադյալներին հրավիրում է ամրոցի դահլիճը, կազմակերպում է մեծ խնճույք, տոնական ու բոլորին միանգամից հավաքում է և մահապատժի ենթարկում այս դահլիճում։ Այս Ֆերդինանդ թագավորի մասին շատ դաժան բաներ են պատմում, ասում է, որ նա իր թշնամիներին սպանում էր և իր թշնամիների մումիաներն էր պատրաստում։ Փորձում էր այնպես սպանել, որ չվնասվեր նրանց մաշկերը և այդ հագցնում էր այնպես, ինչպես իրանք սովորաբար հագնվում էին և սկսում իրանց դնում էր ճաշասեղանի մոտ իրա, տարօրինակություններ են էլի ունեցել այն ժամանակվա թագավորները ևս և սկսել է այդ իր թշնամիների հետ խոսել, թշնամիների մումիաների հետ։ Այս սրահի անունը այդպես է մնաց բարոնների սրահ, հետաքրքիր է նաև առաստաղը, առաստաղի մեջտեղի մասում կամարապատ ու մեջտեղում է փոքրիկ պատուհան է եղել։ Այս ամրոցի մասին նաև մի հատ այլ հրեշավոր պատմություն լեգենդ կա, Կոկորդիլոսի պատմությունը, ասում են, որ բանտարկյալներին, որոնք նրանք չեն ուզեցել ազատ արձակել, գցել են այս Կոկորդիլոսի մոտ, այդ Կոկորդիլոսը բերված է եղել Եգիպտոսից, հետագայում այդ Կոկորդիլոսի ոսկորները գտել են, որը իբր ապացուցել է, որ իրոք այդպիսի փաստ է եղել։ Մեկ այլ լեգենդի հիման վրա այս Կոկորդիլոսին օգտագործել է Նեապոլի թագուհի Ջոաննան, որ իրեն նյարդայնացող սիրահարներին գցել է դեպի Կոկորդիլոսը։ Իտալիան մեր սրտիկներով է դիմավորում։ Նեապոլը։ Սենց կանգնեմ, որ հետևի սրտիկները դուրս կան։ Սիրտս վկայել էր, որ կարմիր եմ հագել սոր։ Որ եկա տեսա, ասեցի, ահա, տեղ պետքա նկարվել։ Ամրոցի մեջ ենք։ Ամբողջ սենյակները մանեկանք, այս 4 կողմը բոլոր տեղերը հերթով մանեկանք, հրաշալի նկարներով լի ամրոց էր։ Այս ամրոցի շինարարությունը սկսվել է 1279 թվականին Կարլոս առաջի անժուրացու օրոք։ Ամրոցը պալատ է դարձել և Նեապոլի թագավորական նստավայրն է եղել երկար ժամանակ։ Այստեղ դիմացը մատուռ է եղել, այդ մատուռը ես չգիտեի, որ մտնեի։ Ժամանակ էլ չունեինք, ճիշտն ասած, որովհետև ուզում էինք Նեապոլ քաղաքը մանգայինք, այդ մատորում Ջոտոյի նկարներից, որմնանկարներից են եղել։ Իհարկե ասում են, որ հիմա շատ քիչ են պահպանված, մնացել, բայց երևի հետքերը կարելի էր տեսնել, եթե մտնեինք։ Այստեղ բավականին շատ ցուցատախտակներ կան։ Հիմա ես օրինակ ուզում եմ գնամ այդ գալերի Ամբերտոն։ Էդի շատ հետաքրքիր տեղ է, շոփինգի տեղ է, ուտելու եւ այլն շատ հետաքրքիր մեծ բիլդինգ է։ Քիչ Նեապոլի փողոցները նկարենք։ Ամեն տեղ մի քիչ։ Կլինի Նեապոլ։